Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Կոմիտեի տարածած զեկույցում նշվում է, որ ստանձնած պարտավորություններից հրաժարվելը հակասում է Ադրբեջանի ստորագրած կոնվենցիաներին, ուստի այդ երկրի նկատմամբ կարող են կանոններով սահմանված ընթացակարգային միջոցներ ձեռնարկվել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչպես է Ադրբեջանը պատճառաբանում այդ։ Արցախում հետնիկ զտումը իրականացնելուց հետո եվրոպական կառույցները ուժեղացրեցին իրենց ճնշումը Ադրբեջանի վրա եւ բազմաթիվ հայցեր, բողոքներ, դիմումներ կային այդ կապակցությամբ եւ Իլհամ Ալիևը լավագույն եւ ամենահեշտ տարբերակը գտավ իրեն այդ խնդիրներից ազատելու։ Անցած տարվա ապրիլին Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը այսուհետ չի կատարելու մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Պատճառաբանությունը հետևյալն էր, որ քանի որ Եվրախորհուրդը սառեցրել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները եւ Ադրբեջանը զրկված է եղել միադի դատավորներին ընտրելու հնարավորությունից, այսինքն չգիտի թե ում են վստահում վճիռ կայացնելու իրավունքը, ուստի չի էլ կատարելու այդ դատարանի որոշումները։ Վերջին անգամ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է միեդին անցած տարվա հուլիսին տեղեկացնելով, որ այսուհետ ազատ է իրեն համարում հայ գերիների վերաբերյալ տեղեկություն հայտնելու պարտավորությունից եւ դա վերջին պաշտոնական նամակագրությունն է եղել ըստ էության։ Հետաքրքիր է, որ մինչ այդ տարի առ տարի աճում էր ադրբեջանցիների կողմից Ադրբեջանի կառավարության դեմ բողոքների թիվը։ Այդ վիճակագրությունը բերեմ, եթե 22 թվականին Ադրբեջանի կառավարության դեմ 389 դիմում է եղել, ապա հաջորդ տարի արդեն 438, իսկ 24 թվականին արդեն ավելի քան 600։ Այսինքն նաև այդ խնդիրներ լուծում Ալիևը, քանի որ լուրջ գլխացավանք էր։ Եվ պարզաբանեմ նաև, որ Ադրբեջանը ամենավերջին տեղերից մեկում էր Եվրոպայում Եվրադատարանի վճիռների կատարման ցուցանիշներով։ Կայացվող վճիռների ընդամենը 36%-ն էր Ադրբեջանը կատարում եւ այդ իմաստով ռեկորդակիրներից մեկն էր։ Իսկ ընդհանուր բողոքների քանակով նույնպես ռեկորդակիրների թվում էր, 8-րդ թվում էր, թեև բնակչությամբ Եվրոպայում ընդամենը 20-րդ տեղում է։ Եվ այժմ էլ յուրաքանչյուր 10-րդ գործը, որը միեդում կա, կապված է Ադրբեջանի հետ։ Սա ինչպես է առնչվում Հայաստանի շահերին։ Դա ուղղակիորեն կազդի նաև Հայաստանի շահերի վրա, քանի որ ըստ էության խաթարում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու իրավական մեխանիզմները, մի քանի հանգամանք կա, որը ես օրինակ 4 գործոն եմ ես առանձնացրել։ Առաջինը դա հայ ռազմագերիների ճակատագրի վրա ուղղակիորեն կազդի։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները արդեն հայտարարել էին, որ մտադիր են բողոքարկել իր դեմ կայացված վճիռը միեդում, փաստորեն դրա հնարավորությունից հավանաբար արդեն զրկված կլինեն։ Երկրորդը կային Ադրբեջանի դեմ միջպետական հայցեր, Հայաստանի կողմից բողոքներ, որոնք կապված էին եւ Արցախում հայերի քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետ եւ ժառանգությունը պահպանելու հետ։ Այսպիսով Ադրբեջանը դրանով էլ իրեն ապահովագրեց, որ այսուհետ չի կատարելու։ Երրորդը հայ փախստականներին հայրենիք վերադառնալու վերաբերյալ որոշումներ կարելի էր ակնկալել Ստրասբուրգից, այստեղ եւս այսինքն նույն խնդիրն է։ Եվ վերջապես չորրորդը եվրոպական կառույցների Ադրբեջանին այսպես վերահսկելու լծակներն են կորում եւ այդ իմաստով ձևավորվում է պատասխանատվության վակուում։ Հետագայում եվրոպական կառույցները չեն կարողանա վերահսկել Ադրբեջանի նաև այն պարտավորությունները, որը ստանձնել է կամ ստանձնելու է հետագայում Հայաստանի նկատմամբ։ Արդյոք Ադրբեջանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Տեսականորեն կարող են եւ պետք են, համենայն դեպս օրենքը հենց դա է ենթադրում։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածը ենթադրում է, որ պետությունը, որը չի կատարում ստանձնած պարտավորությունը, պետք է պատժվի եւ այնտեղ չկա վերապահում, որ եթե պետության ձայնը Եվրախորհրդի վեհաժողովում սառեցված է, ուրեմն պարտավոր չէ կատարել։ Պարտավոր է եւ վերջ, այդպես է ենթադրում օրենքը։ Բացի այդ նաեւ կանոնադրության Եվրախորհրդի կանոնադրության 8-րդ կետում շատ հստակ ասվում է, որ եթե մի պետություն կանոնավոր կերպով խախտում է ստանձնած պարտավորությունները եւ հրաժարվում է դրանք կատարել, ապա նախարարների կոմիտեն իրավունք ունի դիմել այդ պետությանը առաջարկելով դուրս գալ Եվրամիության կազմից։ Եթե ոչ, նախարարների կոմիտեն կարող է ինքը որոշում նախապատրաստել
այդ պետությանը Եվրախորհրդի կազմից դուրս հանելու վերաբերյալ։ Հենց այդպես էր Եվրախորհուրդը արել Ռուսաստանի դեպքում, բայց մի բան է Ստրասբուրգի համար Ռուսաստանը, մեկ այլ բան է Ադրբեջանը, ըստ էության կրկին երկակի ստանդարտների հետ գործ ունենք։ Շնորհակալություն Արտем։